Գյումրիում այս տարին ամբողջությամբ Իսահակյանական է լինելու մեծ բանաստեղծի 150-ամյակի առիթով Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մարդաշատ էր, ընդունելով այցելուներ տարբեր սերունդներից։ Ծնվեց մարդ, որը կարողացավ իր ապրած կյանքով ու թողած ժառանգությամբ հավերժացնել ինչպես Իսահակյանների տոհմը, ինչպես այնպես էլ մի ողջ կազգ։ Այսօրը նշանավորվեց միաժամանակ խորհրդանշական եւ նորարար նախաձեռնություններով։ Թանգարանին յուրահատուկ նվեր մատուցեց տնտեսագիտության թեկնածու դոցենտ Աշոտ Զալինյանը, բյուրեղապակյա ստեղծագործություն Ավետիք Իսահակյանի դիմանկարով։ Մեծ պատիվ է այսօր այստեղ ներկա գտնվել, իրավունք ունենալ դիպչել այս մշակութային վեհ արժեք ներկայացնող ցանկացած նյութի, գտնվել այս մշակութային հրաշք մթնոլորտում եւ չեմ կարծում, որ դրանից հետո առնվազն երկար ժամանակ դա մեզ կստիպի ժպտալ եւ բարին ցանկանալ մեկս մյուսին։ Պարոն Զալինյանը 180 օր մանրակրկիտ աշխատանք է տարել այս բացառիկ գործը ստեղծելիս։ Նախ ես ստանում եմ, պիտի ունենամ ձեռքի տակ բարձր թողտվությամբ ֆայլը։ Ցանկացած նկար հնարավոր չի հավաքել, դրա վրա աշխատում են ոչ միայն ես, այլ նաև կան համապատասխանի մասնագետները հատուկ տեխնիկայով, ցանկացած գույնի երանգի փոփոխություն անում եմ ես ինքս, իսկ ինչ վերաբերում յուրեղիկներին, յուրեղիկները ես ստանում եմ արտասահմանից, իմ ուզած գույն երանգներով, դրանք 1790 գույն եւ երանգ են։ Յուրեղիկները հավաքում ես հատուկ խոշորացուցիչ ապարատներով, նրա մեջ նյութեր կան լցված, որը փայլ է տալիս առանձին։ Ավետիք Իսահակյանի թանգարանը այսօր կունենա նաև ինովացիոն միջավայր։ Շնորհիվ Գոապ ընկերության այցելուները կկարողանան հոլոգրաֆիկ ձևով տեսնել ու լսել Իսահակյանին, ինչպես նաև մուտք գործել վիրտուալ աշխարհ դեպի Կանգուն Անի քաղաք։ Իսահակյան տուն թանգարանի համար բերել ենք Իսահակյանի հոլոգրաֆիկը, ինչը այցելուներին հնարավորություն կտա Իսահակյանին տեսնել, նայել, լսել իր ձայնը ու մտորումները։ Իսահակյանի տուն թանգարանի համար նաև բերել ենք VR ագնոստներ, թանգարան ունենալու է այսուհետև 3 VR, VR-ների մեջ տեղադրված է Անի քաղաք ամբողջովին Կանգուն եւ Իսահակյանը այցելուներին տեղափոխում է Կանգուն Անի ու լսում ենք Իսահակյանի մտորումները։ Մոտեցումը թանգարանային մշակույթին կտա նոր շունչ եւ կդարձնի այն գրավիչ նաեւ երիտասարդների համար, նշում են նախաձեռնողները։ Թանգարաններին մեր կարծիքով պետք է տալ նոր շունչ, թվայնացնել, որպեսզի երիտասարդները այս ինֆորմացիայի տարածաշրջանում ավելի հետաքրքիր ու կայտակված լինեին թանգարան այցելելու համար։ Իսահակյանական շունչը կարողացել է մեկտեղել բառերն ու երաժշտությունը, իսկ թանգարանում այդ ամենին ծուլվել էր երիտասարդների սերը դեպի մեծանուն բանաստեղծին, արդյունքը գեղեցիկ երաժշտական հատվածներ։ Շիշյանի անվան 6 երաժշտական դպրոցի եւ Էյցուտ ստուդիայի համատեղ կազմակերպել են մի հատ փոքրիկ միջոցառում համերգ, որի շրջանակներում հնչելու են Իսահակյանի ստեղծագործությունների հիման վրա կազմված երգեր, փոքրիկ ներկայացման պես հատված, որտեղ կտեսնենք Իսահակյանին իր ողջ կոլորիտով, պատանիները, ովքեր այսօր իմ հանդիսատեսն են, միանշանակ ավելի կտեղափոխվեն այդ ժամանակ եւ ավելի կծանոթանան Իսահակյանին։ Օրը նշանավորվել է նաև մշակութային այլ միջոցառումներով, ի պատիվ այն մեծ գրական ավանդի, որ թողել է մեզ վարպետը Աստղիկ Խճատրյան, Խանո Վանեսյան այսօր։ Գյումրու համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր հոկտեմբերի 30-ին Ավետիք Իսահակյանի ծննդյան օրը համայնքապետարանի անձնակազմը համայնքի ղեկավարի տեղակալներ Ավետիս Արաքելյանի, Գագիկ Մանուկյանի եւ աշխատակազմի ղեկավար Կարեն Մալխասյանի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցել բանաստեղծի հիշատակին, ծաղիկներ խոնարհելով նրա հուշարձանին։ Ներկա են գտնվել նաեւ համայնքապետարանի տարբեր բաժինների աշխատակիցներ, մշակույթի եւ կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ դպրոցականներ։ Հիշեցնենք, որ 2025 թվականը հայտարարված է Իսահակյանական տարի եւ վարպետի 150-ամյակին նվիրված միջոցառումները Գյումրիում կշարունակվեն մինչեւ տարեվերջ։ Դու անցորդի պես քեզ միայն զգա։ Եվ որպես ճամփորդ այս երկրի վրա, ազատ հայացքով նայիր ամենին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, Գանայի նախագահ Ջոն Մահաման և այլք։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Հարկ են գծել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության հետ կապված բոլոր հեղինակավոր միջազգային ինդեքսներում։ Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսի համաձայն 2019-ից 24 թվականներին Հայաստանը 180 երկրների շարքում 80-րդ տեղից բարձրացել է 34-րդ տեղը մամուլի ազատության առումով։ Մենք շարունակում ենք ամրապնդել մեր մամուլի միջավայրը և պահպանել լրագրողական ազնվությունը որպես էական հանրային բարիք, գիտակցելով, որ ժողովրդավարությունը վերջնական նպատակ չէ, այլ շարունակական պայքար, այն սկզբունքները պաշտպանելու և ամրապնդելու համար, որոնց վրա այն հիմնված է»։ Նիկոլ Փաշինյանը նաև համաժողովին և դրա բոլոր մասնակիցներին մաղթել է արդյունավետ քննարկում ու հաջողություն առաջիկա կարևոր աշխատանքում։ Armenia has demonstrated tangible progress across all reputable international indexes related to press freedom. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հոկտեմբերի 29-ի երեկոյան մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների տրված ընթրիքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է առաջնորդության խաչմերուկներում խորագրով քննարկմանը։ Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում իրավիճակին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ձևավորված է խաղաղություն, այն իրականություն է։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերն ու ներդրումը։ Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է TRIP նախագծին և կարևորել դրա իրականացումը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ Խոսելով Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն է, որը կարևոր է խաղաղության գործընթացի, ինչպես նաև հետագա բարեկեցության և կայունության համար։ Այնուհետև վարչապետն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, հույս հայտնելով, որ այդ ուղղությամբ ևս առաջիկայում դրական զարգացումներ տեղի կունենան։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Ադրբեջանի միջև հաստատված է, դա իրականություն է, եւ մենք տեսնում եւ զգում ենք դա տեղում։ Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատի նախագահ, նոր ֆլամանդական դաշինք խմբակցության ղեկավար Պետեր դե Ռուվերի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծելով քաղաքական երկխոսության եւ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման կարեւորությունը։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Պետեր դե Ռուվերը նշել է, որ Բելգիան բարձր է գնահատում Հայաստանի ժողովրդավարական ուղին և աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնություններին։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Բելգիայի միջև տնտեսական համագործակցությանը, Եվրամիություն-Հայաստան գործընկերության խորացման հնարավորություններին վերաբերող հարցերի։ Գլխավորը աննկատ տեղաշարժն է, խնդրի կատարումն ու խմբի կազմով վերադարձը։ Այս շաբաթ ուսումնական կենտրոններից մեկում անցկացվեց հատուկ նշանակության ուժերի, հատուկ նշանակության խմբերի մրցույթը։ Մրցույթի նպատակն է բարձրացնել խմբերի մարտական պատրաստության աստիճանը, խրախուսել լավագույն զինծառայողներին։ Նման մրցումների շնորհիվ վեր է հանվում մարտական պատրաստությունը, քանի որ մրցումները
ցույց է տալիս խումբը պատրաստ է հոգեբանորեն ներդաշնակ աշխատել թե ոչ։ Մենք անընդհատ բարձրացնում ենք մեր ֆիզիկական պատրաստությունը մեր ստորաբաժանումներին, սա էլ մի լավ առիթ է, որպեսզի ստուգենք դա։ Մարտական պատրաստականություն, ֆիզիկական պատրաստականության որակները երևում է հենց այս մրցումների ժամանակ։ Մրցումները ստուգում են մեր պատրաստվածությունը եւ իհարկե ծանոթանում ենք բոլոր այն խմբերի հետ, որի հետ չենք առնչվում առօրյա։ Մարտական պատրաստության ծրագրի եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառման պահանջների շրջանակում անցկացված մրցույթի նպատակն է բարձրացնել խմբերի մարտական պատրաստությունը, կատարելագործել նրանց ունակություններն ու հմտությունները, իրականացնել առաջավոր փորձի փոխանակում։ Ամենակարևոր բանը, որ դու տեսնում ես քո փողի ստորաբաժանումները մի նորություն են անում, դու դա սովորում ես, նույնն իրակ մեզանից սովորում են։ Օրեր շարունակ հատուկ նշանակության լավագույն խմբերը մրցեցին միմյանց հետ։ Առողջ մրցակցային մթնոլորտում հաղթահարեցին շուրջ 40 կիլոմետր երթարշավը, ակնապատ դաշտը, արգելագութին եւ հետախուզի արահետը։ Մրցումների հենց իմաստն դա է, որպեսզի մրցակցային ոգով ավելի առավել ուժեր ներդնենք հենց մրցման մեջ։ Շարունակելով խոսքը տղաները նկատում են մասնագիտական ունակություններն ու հմտությունները ներկայացնելու զատ, մրցույթը ըստ էության հնարավորություն են ձեռում նաև բարձրապահելու իրենց ստորաբաժանման հեղինակությունն ու պատիվը։ Առաջի անգամ չենք մասնակցում մեր ստորաբաժանման մեջ այսպիսի նմանատիպ մրցումներին եւ սովորաբար առաջին տեղերն են գրավում։ Դրա համար այդ պատասխանատվությունը կրկնակի է, որպեսզի ցույց տանք առավելագույնս եւ ցանկալի է հաղթենք։ Մենք բոլորս է փորձում ենք հա մեր անունը, հա մեր զորամասի անունը, հա մեր ուժերի անունը բարձր պահենք։ Եվ դրա համար անում ենք ամեն ինչ, որ լինենք առաջինները միշտ։ Մրցույթի ավարտին ընդհանուր արդյունքներով լավագույնը ճանաչված հատուկ նշանակության խմբին կփոխանցի մրցման փոխանցիկ գավաթը։ Իսկ մինչ այդ քննող հանձնաժողովի անդամները փաստում են մրցումների ու դրանց արդյունքում ձևավորված առողջ մրցակցության շնորհիվ էապես բարձրացել է հատուկ նշանակության խմբերի մարտական պատրաստության աստիճանը։ Այս տարի ավելի դինամիկ աշխատանքներ են նկատվել խմբերի մոտ, ներդաշնակ աշխատանքներ ա եղել, ավելի շատ ցանկություն, կամք, ուժ է ցուցաբերվել խմբերի կողմից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայում հանդիպել է իր չինացի գործընկեր Սի Ցինփինի հետ։ 2019 թվականից ի վեր նրանց առաջին դեմառդեմ հանդիպումը տևել է ավելի քան 1.5 ժամ։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ համաձայնել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը 57%-ից նվազեցնել մինչև 47%, ինչի դիմաց Պեկինը կվերսկսի Միացյալ Նահանգներից սոյայի գնումները, կշարունակի մատակարարել հազվագյուտ հողային մետաղներ եւ կպայքարի ֆենտանիլի մաքսանենգության դեմ։ Կողմերը քննարկել են նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Թրամփի խոսքով Սի Ցինփինն օգնելու է ավարտին հասցնել պատերազմը։ Սպիտակ տան ղեկավարը խիստ դրական է գնահատել հանդիպումը, հավելելով ապրիլին կայցելի Չինաստան, որին կհաջորդի Սի Ցինփինի այցը Միացյալ Նահանգներ։ Չինաստանի ղեկավարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աշխատել նախագահ Թրամփի հետ ամուր հիմք դնելու չին-ամերիկյան հարաբերությունների համար։ Նա շեշտել է, երկու երկրները կարող են հասնել փոխշահավետ ձեռքբերումների։ Սի Ցինփինը նաև բարձր է գնահատել Թրամփի ներդրումը Իսրայելի եւ Համասի, Թայլանդի եւ Կամբոջայի միջև հրադադարի հաստատման գործում։ Թրամփն ավարտել է իր ասիական շրջագայությունը, որի ընթացքում նա այցելել էր Մալայզիա, Ճապոնիա եւ Հարավային Կորեա։ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների զինված ուժերին հրահանգել է 30-ամյա ընդմիջումից հետո վերսկսել միջուկային զենքի փորձարկումները, դա պատճառաբանելով Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համակալ գնալու անհրաժեշտությամբ։ Մյուս երկրների փորձարկման ծրագրերի պատճառով ես պատերազմի նախարարությանը հանձնարարել եմ սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով։ Այդ գործընթացը կսկսվի անմիջապես, գրել է նա Truth Social հարթակում Չինաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգներն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր, ինչպես նաև արդիականացրել է միջուկային զինանոցն իր նախագահության առաջին ժամկետում։ Ռուսաստանը երկրորդն է, իսկ Չինաստանը երրորդը, հավելել է նա։ ԱՄՆ-ն վերջին անգամ միջուկային զենքի փորձարկում է անցկացրել 1992 թվականին։ Օրեր առաջ Թրամփը դատապարտել էր Ռուսաստանի կողմից նոր բուրևեստնիկ թևավոր հրթիռի փորձարկումը, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել եւ ըստ Մոսկվայի ունի անսահմանափակ հնարավորություններ։ Թրամփը հայտարարել էր, որ հրթիռներ փորձարկելու փոխարեն Ռուսաստանը պետք է դադարեցնի Ուկրաինայում պատերազմը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարի եւ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է իրավիճակն առաջնագծում։ Նրա խոսքով դրությունն առավել բարդ է Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ վերջին շաբաթներին ընթացել են ամենաինտենսիվ մարտերը եւ արձանագրվել է ռուսական ուժերի մեծ կենտրոնացում։ Զելենսկին հայտնել է, որ իրավիճակը խնդրահարույց է նաեւ Կուպյանսկում, սակայն ուկրաինական ուժերը վերջին օրերին առաջընթաց են գրանցել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Կուպյանսկում եւ Պոկրովսկում Ուկրաինայի զինված ուժերը հայտնվել են ռուսական բանակի շրջափակման մեջ։ Պուտինի խոսքով ուկրաինացի զինծառայողների ճակատագիրը պետք է որոշի Կիևը, ինչպես դա ժամանակին արել են Ազովստալում։ Կրեմլի ղեկավարը հայտնել է, որ պատրաստ են թույլ տալ այդ թվում ուկրաինական եւ օտարերկրյա լրատվամիջոցներին մտնել շրջափակված տարածք, որպեսզի իրենց աչքերով տեսնեն, թե ինչ է այնտեղ կատարվում։ Նա շեշտել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի ընթացքում բոլոր նշված վայրերում մարտական գործողությունները կդադարեցվեն։ Ռիո դե Ժանեյրոյում հանցավոր խմբավորումների դեմ ոստիկանության գործողության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130-ը։ Թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառությամբ զբաղվող բրազիլիական Կարմիր հրամանատարություն հանցավոր խմբի դեմ գործողությանը մասնակցել է շուրջ 2500 ոստիկան։ Սա դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ավազակախմբերի դեմ ամենամահացու գործողությունը։ Բրազիլիայի իշխանությունները տասնամյակներ շարունակ փորձում են զսպել հանցավոր խմբավորումներին, որոնք վերահսկում են քաղաքի աղքատ թաղամասերի մեծ մասը։ Ռիո դե Ժանեյրոյի ֆավելաների բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել իշխանություններից պահանջելով արդարադատություն եւ պնդելով, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Մելիսա Փոթորիկը, որը համարվում է վերջին 90 տարվա ընթացքում ամենահզորը, Կարիբյան ավազանում մեծ ավերածությունների պատճառ է դարձել։ Հայտնի է առնվազն 30 զոհի մասին։ Մելիսան հարվածել էր Ճամայկային որպես 5-րդ կատեգորիայի փոթորիկ, այնուհետև Կուբա շարժվելուն զուգընթաց դրա հզորությունը նվազել էր։ Ճամայկայում ավերվել է տանիքների 80-ից 90%-ը, Կուբայում ավելի քան 700,000 մարդ է տարհանվել։ Տարհանումներ են իրականացվել նաև Բահամյան 6 կղզիներում։ Փոթորկից տուժել են նաև Դոմինիկյան Հանրապետությունը եւ Հայիթին։ Ջյուդոն շատ եմ սիրում։ Ես էլ եմ շատ սիրում ջյուդոն։ Գցում ենք, սովորում ենք գցելու ձևեր։ Որ ընկնում ենք, չենք լացում։ Ձեռով խփում ենք։ Պարապում եք, որ ինչ անենք։ Ուժեղանանք։ Աշխարհի չեմպիոն դառնանք։ Աշխարհը գրավելու մեծ երազանքով տարված Արնոն ու Աբելը Վանաձորի ձյուդո ակադեմիայի ամենակրտսեր սաներից են։ Ջանասիրաբար պարապում են հանուն այդ երազանքի ու միմյանց զուգահեռ փորձում են ներկայացնել, թե այստեղ ինչ են սովորում, ինչպես կիրառել ու նրանցից ով է ավելի ուժեղ։ Ձյուդո ակադեմիան հիմնադրվել է 2017 թվականին, ունենալով հատուկ նպատակներ։ Նպատակներից մեկը հասարակության շրջանում ձյուդո մարզաձևի մասսայականացումն էր, այնուհետև որպես մարզարարական կառույց մատաղսերնդի, երիտասարդների առողջական եւ մտավոր զարգացման հետ կապված ծրագրերներ, որը մենք հաջողությամբ իրականացրել ենք մրցաշարեր, որից երկուսը միջազգային 2018 եւ 19 թվականներին պետական ոչ մի աջակցություն չունենք, սկսած եւ դահլիճից եւ գույքից, բոլորը մենք անում ենք ինքնուրույն, միասին օգնում են մեր երեխաների ծնողները, մեր մտերիմները, բարեկամները։ Բոլորը սիրում ենք ձյուդո սպորտաձևը, բոլորին հրավիրում ենք մարզվելու այս հիանալի սպորտաձևով, որը հանդիսանում է նաեւ, որը շատ կարեւոր է, օլիմպիական մարզաձև։ Ակադեմիան ունի 6 տասնյակից ավելի սան Վանաձոր ու Փամբակ համայնքներից։ Ընդունելությունը սկսվում է 5 տարեկանից, այլ տարիքային սահմանափակում չունի։ Ակադեմիայի տարբեր տարիների բազմաթիվ սաներ միջազգային մրցաշարերում գրանցել են հաջողություններ, դառնալով հաղթողներ ու մրցանակակիրներ։ Հանրապետական մրցումներում եղել եմ մեդալակիր, ունեմ հաղթանակներ։ Եվ միջազգային մրցումներում էլ էլի մեդալակիր եմ։ Սովորեցում եմ համբերատար լինել եւ լավ աշխատել։ Տալիս է վստահություն, նպատակ ունեմ դառնամ օլիմպիական խաղերի մասնակից, դեռ հաղթող չէ, բայց մասնակից։ Աննան ակադեմիայի միակ աղջիկն է։ Օլիմպիական խաղերին մասնակցելու հավակնություն ունի։ Լիահույս է։ Աղջիկները համարձակ կգտնվեն ու բացի մեղմ սպորտաձևերից կնախընտրեն նաև ձյուդո եւ կմիանան իրենց։ Սպորտաձևը տալիս է մարմնի ու մտքի ճկունություն եւ գլխավորը դասերին չի խանգարում։ Շատ էի լսել, որ ձյուդոն անվտանգ եւ կարեւոր սպորտ է եւ որոշեցի զբաղվել արդեն կես տարի է։ Առաջին հերթին կարգապահություն, ճկունություն, կազմակերպվածություն եւ ուժ։ Բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել, շատ հնարավոր է դուր գա, ստացվի ամեն ինչ եւ հասնել մեծ հաջողությունների։
Միգուցե աղջիկ միանա մեզ, շատ լավ կլինի։ Ձյուդո ակադեմիան իրականացնում է միջքաղաքային ու միջմարզային հավաքներ։ Հյուրեր են ընդունում Վրաստանից ու փորձով փոխանակվում։ Երբեմն նմանատիպ հավաքներ ավարտվում են հետաքրքիր արշավներով։ Այժմ ակադեմիայում մեծ մրցաշարի մասնակցությանն են պատրաստվում։ Այստեղ ակնկալում են պետական ու պատկան մարմինների ուշադրությունը, երեխաների մոտիվացիայի, գոտեպնդման ու երազանքների իրականացման հանդեպ հավատի համար։ Քաղաքի ճարտարապետական տեսքը վերականգնելու նպատակով քանդել են համայնքային սեփականություն հանդիսացող կառույցները։ Բարեկարգման աշխատանքներով պայմանավորված նախատեսվում է ապամոնտաժել նաև հենասյուներն ու լվացքի պարանները։ Կապանի համայնքապետարանն է ծանուցել բնակիչներին։ Ամենօրյա իրականացվող լայնածավալ շինարարական եւ հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ այս օրերին քաղաքացիներին մի հարց է տանջում։ Ի վերջո կապանցու լվացքը արև կտեսնի, թե ոչ։ Շորը պիտի արև տեսնի, մանավանդ երեխաների շորը, դրա համար թառա պետք է։ Դե հիմա նենց էլ լավ որ կապած են, ոչինչ։ Եթե թույլ տան այդպես կապեն, ոչինչ։ Իմ բնակարանը ճակատայինում ասում է, դեպի քաղաք նայող է։ Ես կակտը ինչ-որ ձևով հասկանում եմ այդ ամեն ինչը, բայց ես դեմ եմ դրան։ Արևի դեպքում այլ կերպ է չորանում։ Տանը ինչքան էլ չորացնես, ինքը խոնավություն է։ Այն չորացությունը չի լինելու, ինչ-որ դրսում է լինում։ Բա իհարկե շատ դժվար է։ Հիմա ասենք մենք Ռուսաստանում չենք էլ ապրում, որ ասենք տներում փառենք, բան անենք, սա սենց մի քիչ գեղեցիկ չի, բայց ինչ արած։ Շատ դժվար է։ Նման ձմեր։ Արտաքին տեսքի համար քաղաքին է կարևոր, իսկ բնակչության համար ոչ։ Բնակիչներն էլ ուզում են իրանց առողջականը նորմալ լինի, այդ խոնավությունը չվերցնեն իրանց վրա։ Քաղաքի տեսքի վրա շատ է անդրադառնում, ճիշտ կլինի որ չլինի։ Կապանցու լվացքը արև կտեսնի, եթե պարանները ամրացված չլինեն հենասյուներին եւ քաղաքի ճարտարապետական տեսքը չխաթարեն։ Ինչպես ասում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, սա միտված է բարեկարգվող թաղամասերի, այդ թվում հանրության համար ավելի անվտանգ, պիտանի եւ բարեկարգ տարածք ունենալուն։ Թե երբ այս աշխատանքներն ավարտին կհասցվեն, հստակ ժամկետներ չեն նշվում, բայց որ ամեն ինչ արվում է հոգուտ համայնքի շահի, միանշանակ է։ Այդ բոլոր հենասյուները կամ ինքնակամ տեղադրված ժամանակավոր շինությունները, ինչպես նաև ցանկապատերն ու համայնքային հողամասերի ինքնակամ զավթումները, դրանք ամբողջությամբ գտնվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա եւ ըստ էության ամբողջությամբ տեղավորվում են ինքնակամ շինությունների հասկացության տակ եւ համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ղեկավարի առաջնահերթ գործառույթներից է նաև ինքնակամ շինությունները, նաև ժամանակավոր կառույցների ինքնակամ տեղադրումներն ու եւ ապօրինի հողազավթումները վերացնելը։ Քաղաքը գեղեցիկ տեսնել ուզում են բոլորը, բայց հարմարվել, որ մի օր գուցե լվացքի չորացման պարաններ չլինեն, չեն կարող։ Ըստ բնակիչների արդեն ավանդույթ դարձած կենցաղի անբաժան այս մասը փոխել դժվար կլինի։ Ներկայումս առաջնահերթությունը տրված է M2 մայրուղու եւ թաղամասերի գլխավոր ճանապարհներին հարող տարածքներին, սակայն տևական ժամանակ անց քաղաքի արտաքին տեսքը խաթարող ոչ մի ինքնակամ շինություն կամ կառույց չի լինի։ Կարծում եմ այս ողջ բարեկարգումների եւ քաղաքի արտաքին տեսքի շարունակական բարելավումների համատեքստում մեր համաքաղաքացիները ընկալումով եւ ըմբռնմամբ կմոտենան այդ կատարվող աշխատանքներին եւ ի վերջո բոլորի համար տեսանելի կլինեն դրա դրական արդյունքները։ Ինչ վերաբերում է այլընտրանքային տարբերակներին, ապա բնականաբար դա ուրեմն դրա համար կան նախատեսված բազմաթիվ լուծումներ եւ համոզված եմ, որ մեր քաղաքացիները ժամանակի ընթացքում դժվարությունները կհաղթահարեն։ Օր-օրի բարեկարգվող կապանում խնդիրների շատ չես հանդիպի։ Վերջին տարիներին մարզկենտրոնում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված տաղավարներ, խորդանոցներ, ցանկապատեր։ Այս շարքին են ավելացել նաև լվացքի չորացման պարաններն ու դրանք պահող հենասյուները։ Առաջնահերթ կատարվում են այդ աշխատանքները բարեկարգման աշխատանքներին չխանգարելու համար, ինչպես նաև դա կարծում ենք, որ մեծ նշանակություն ունի նաև գեղագիտական տեսանկյունից, քանի որ քաղաքը օրեցօր բարեկարգվում է, բարելավում է նաև արտաքին տեսքը եւ այդ ուրեմն
Տնից կատարված գողության վերաբերյալ ահազանգը ստացվեց հոկտեմբերի 5-ից 3-ը։ Մեկնեցին Արմավիրի մարզի քրեական եւ Վաղաշապատի համայնքային ոստիկանները։ Վաղաշապատի բնակիչը հայտնեց, որ տունը վաճառում են եւ այդ օրն էլ իբրև գնորդ իրենց այցելել են 2 տղամարդ եւ 1 կին, շրջել տարածքում ու հեռացել։ Դրանից հետո միայն տանտերերը նկատել են, որ միջանցքում դրված պայուսակից բացակայում է դրամապանակը, իսկ ննջարանի պահարանից ոսկյա 4 զարդ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ եւ իրավապահներն անցան գործի։ Համատեղ միջոցառումների ընթացքում ստացվեց հավաստի տեղեկություն, որ որպես գնորդ ներկայացած անձինք Երևանից են։ Տղամարդիկ 46 եւ 31, կինը 30 տարեկան։ Հոկտեմբերի 10-ին դատարանի որոշմամբ կալանավորվել է 46-ամյա երևանցին։ Հոկտեմբերի 15-ին կալանավորվել է նաեւ 31-ամյա տղամարդը եւ երկուսն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ 30-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Հանցանքի մեխանիզմը ներկայացնել ինքնանպատակ չէ, այսպես փորձում ենք նաև տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ նման վիճակում հայտնվելիս լինեն առավել զգոն։ Սոցիալական տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ, այսպես ասած, գայթակղիչ հայտարարությունները, որոնցով քաղաքացիներին առաջարկում են կատարել արտարժույթի, մասնավորապես ռուբլու փոխանակում առավել բարձր արժեքով, քան տարադրամի փոխանակման կետերում։ Խարդախության սխեման հետևյալն է. հանցավորները նախ վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող առևտրի որևէ կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին եւս խնդրում են մոտենալ նույն վայր։ Հեռախոսակապի միջոցով հանդիպեցնում են վարձույթով ավտոմեքենայի վարորդին եւ արտարժույթ փոխանակել ցանկացող անձին, որին հանցավորը նախապես ասած է լինում, թե ինքն իբրև շատ զբաղված է եւ գումարը կվերցնի իր մտերիմը, նկատի ունենալով վարորդին, որը առևտրի կենտրոնի տարածքում կփոխանակի գումարն ու կվերադառնա։ Ուստի անհրաժեշտ է գումարը տալ նրան ու սպասել ավտոմեքենայում։ Վարորդը վերցնում է փոխարկվող գումարը, մտնում է առևտրի կենտրոն եւ չի վերադառնում։ Խարդախից ուղակում հայտնված անձը թանկարժեք ավտոմեքենայում սպասելով չի էլ մտածում, որ դա վարձույթով վերցված է, կամ էլ վարորդն էլ ամենևին էլ հանցավորի մտերիմը չէ։ Այսպիսով քաղաքացին չի ստանում իրեն հասանելիք գումարը, մնալով ձեռնունայն։ Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք կատարել արտարժույթի փոխանակում միայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված արժութային գործակալների միջոցով, խարդախության զոհ չդառնալու համար։